Վարդգես Պետրոսյան, Երանի թե կորցրած լինեի։ Դատարկ զամբյուղը ձեռքին տուն էր դառնում կույր ծաղկավաճառը։ Քանի տարի է նա չէր տեսել երկինքը, բայց այդ պահին նա զգում էր, որ երեկոն արդեն անթիվ անհամար մանուշակագույն ծաղկաթերթեր է շաղ տալիս, որոնք քիչ հետո իրար միանալով անընդգրկելի թափանցիկ ծաղիկ կդառնան, կապույտ օթեմի գլխարկ դրված տների ճերմակ տանիքներին և գանգրահեր ծառերին։ Քանի տարի առաջ էր նա վերջին անգամ տեսել իր քաղաքի երեկոն, ով գիտե։ Բայց ներծելով իր մեջ այդ երեկոյի գույներն ու շունչը, նա փայփայել է դրանք սրտի ղոքատար մատներով և բերել իր հետ մինչև խոր ծերություն։ Եվ այսօր, ինչպես երեկ, ինչպես քանի տարիներ և օրեր, նա նորից տեսնում էր այդ երեկոն։ Մնացած ամեն ինչն անփոփոխ էր նրա կյանքում։ Օրը 3 անգամ ծերունին տուն էր գալիս, նստում թախտին, մինչև որ պարավը զամբյուղը լցնում էր կապույտ իրիկնագույն շուշաններով, ապա վեր կենում, քայլելու նույն ճանապարհով, հասնելու նույն այն ծառի տակ, երկու փողոցի խաչմերուկում, ուր նրան սովորաբար տեսնում էին ամեն օր։ Փոքրիկ քաղաքում համարյա ամենքը գիտեին կույր ծաղկավաճառին, համարյա ամենքը նրանցից շուշաններ էին գնում։ Ամեն անգամ, երբ նա տուն էր դառնում դատարկ զամբյուղով, սրտի հեռավոր մի անկյունում, այնտեղ ուր ամենածանր րոպեին անգամ թաքնված է լինում կյանքի ժպիտը, ահա այդտեղ, որին դիպչել չի կարողանում ամենադառը վիշտն անգամ, ծերունին ինչ-որ ջերմություն էր զգում։ Այդպիսին է կյանքը, և ճիշտ է։ Խավարել է աչքերի լույսը, բայց եթե տեսներ էլ, հաճախ չէր կարող որոշել, ով ուր է տանում իր շուշանները, մարդկային աչքերը կարողանում են թաքցնել հոգին։ Այդ ամենը գիտեր ծեր ծաղկավաճառը, գիտեր, որ ինքը միշտ չէ, որ ուրախության պահերին է պետք լինում մարդկանց, բայց գիտեր, որ պետք է, որ իր ծաղիկներին սպասում են, և դրա գիտակցումը թեթևություն էր տալիս, ոչ միայն հոգնած ոտքերին, այլև սրտին, հոգնած ու մաքուր շնչով գունավորում նրա կյանքի աչքերի լռությունը։ Սիրում էր իր հաճախորդներին ծեր ծաղկավաճառը, նրանց, ում տեսել էր մանուկ կամ ջահել ժամանակ, և նրանց, ում երբեք չէր տեսել։ Եվ ամեն երեկո տուն դառնալիս նա խորսում էր իր շուշանների հետ, մտնում էր ներս մինչև հաջորդ առավոտ։ Իրիկունը բարի ելնի, պարավս։ Պարավը նստած էր հին ծառի տակ և փնջում էր շուշանները առավոտվա համար։ Բարի է, մոտ արի։ Ծերուկն էլ նստեց գորգի վրա, երկար շուռումուռ եկավ, մինչև հարմարվեց, ապա ձեռքը աջ գրպանը տանելով հանեց մի բուռ թղթադրամ։ Ահա պարավս, հաշվիր։ Պարավը ցած դրեց կիսատ փունջը։ Ծաղկավաճառը ինչ-որ խաղաղ անդորրությամբ նայում էր իր այգուն։ Ով է ասել, թե տեսնելու համար անպայման աչքեր են հարկավոր։ Քանի տեսնող մարդիկ կան անտարբեր անցնում են ծաղիկների կորքով, երբեմն էլ տրորում են անմեղ գույները, և միթե միայն ծաղիկներն են տրորում։ Իսկ ինքը անտարբեր չի կարող անցնել ծաղիկների, մարդկային վշտի և ուրախության կողքով, և այդ ով է ասել, թե ինքը չի տեսնում։ Հանկարծ նա ուսին զգաց պարավի ձեռքը։ Ինչ է, քնել ես։ Չէ, ով ասաց, որ քնել եմ, ինչ կա որ։ Փողը պակաս է այսօր, 3 փնջի փող է պակաս։ Չի կարող պատահել, զարմացավ ծերունին, ոնց կլինի։ Դե ես ինչ գիտեմ, կարող է մեկնումեկը խաբել է քեզ։ Գիտես, թղթի կտորներ են տվել։ Հես է, փողերի մեջ է, ինչ էլ պինդ պահել ես այդ թղթի կտորները։ Ծերունին ցնցված վեր թռավ, հիշեց մի ծիծաղ, երիտասարդ, առողջ, ահագին ժամանակ ծաղիկ էր ընտրում, վերցնում էր, հոտ քաշում, ծիծաղում, հետո նորից դնում։ Ի վերջո ընտրեց 3 փունջ, և ծերունու հիշողության մեջ հանկարծ ասես լուցկի վառեցին։ Այդ օրը միայն մի անգամ եղավ, որ 3 փունջ ծախեց միասին։ Հետո նա հիշեց, թե ինչպես երիտասարդ իր ձեռքի մեջ ինչ-որ թուղթ խոթեց ու նույն ծիծաղով ասաց. լավ պահիր ծերունի, փող է, չկորցնես։ Այսինքն ինչի պիտի կորցնի, ուրիշները պարզապես աջ գրպանն են դնում փողը, դե բոլորը գիտեն իրեն, ինքն էլ բոլորին։ Միթե նա է խաբել, կայծակեց ծերունու սրտում։ Այդ միտքը մի վայրկյանում սրբեց նրա դեմքի ժպիտը։ Թվաց, թե հենց նոր կուրացավ։ Ու նորից պարավն ասաց. ինչ ես սսկվել, խաբել են էլի։ Ծերունին լուռ էր։ Նա թվում է, թե ծամում էր րոպեի դառնությունը, և որովհետև չկամությամբ էր ծամում, չէր վերջանում այդ դառնությունը, բայց երբ նա խոսեց, թվաց, թե պատրաստվում է կատակ անել։ Չէ, ինչ խաբել, երևի կորցրել եմ ճամփին։ Պարավը համառ էր,
որ կորցնեիր, բոլորը միասին կկորցնեիր, այդքանը հասկանում եմ։ Ծերունին էլ էր հասկանում, բայց չէր ուզում հասկանալ։ Չէ, կորցրել եմ, հիշում եմ։ Պարավը զարմացած նայեց նրան։ Գժվել ես ինչ է, այ հալիվոր, ոնց թե հիշում ես։ Ծերունին կռացել էր, ասես ուսերին տանում էր ազնազնիվ մարդու երջանկությունը։ Նա դուրս եկավ փողոց։ Ոչ, չի կարող պատահել, չեն խաբել, ինքը կորցրել է։ Ու ծերունական շուրթերը շշնջացին փողոցի աղմուկի միջից։ Երանի թե կորցրած լինեի։